Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կեղծաճուրդներ, համայնքին պատճառված շուրջ 1,5 միլիոն դոլարին համարժեք 605 միլիոն դրամի վնաս։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննությամբ հիմնավորել է, որ 2016-ից 2021 թվականներին Քանաքեռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հայկ Սարգսյանը 2017 թվականին հաստատել է համայնքի վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 26 հեկտար հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը, այնինչ դրանցից 12 հեկտարի վերաբերյալ ավականու որոշումը եղել է կեղծ։ Հիմքում ներառել է, թե իբրև դրանք միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիմքով են փոփոխվել, սակայն իրավասու մարմնի կողմից երբևէ նման եզրակացություն չի տրվել։ Եթե մինչև նպատակային նշանակության փոփոխությունը 26 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը կազմել է շուրջ 605 միլիոն դրամ, ապա դրանից հետո այն նվազել է, դառնալով 3,5 միլիոն դրամ։ Հողատարածքների նպատակային նշանակության փոփոխմանը հաջորդել է կեղծ աճուրդը։ Համայնքի ղեկավարը չարաշահելով պաշտոնական դիրքը, անձնական եւ խմբային շահերից ելնելով տվյալ հողամասերը դրել է աճուրդի եւ աճուրդ վաճառքներով, կեղծ աճուրդ վաճառքներով օտարել է նույն ժամանակահատվածում Աբովյան համայնքի ղեկավարի նախկին օգնականին։ Այսպիսով ըստ նախաքննության 605 միլիոն դրամ կադաստրային արժեքով հողամասերը մոտ 1 միլիոն 625 հազար դրամով օտարվել են նույն ժամանակահատվածում Աբովյան համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնը զբաղեցրած Մանուկ Հակոբյանին։ Նույն աճուրդներին համընթաց նաև 0.899 համակերեսով հողամասը օտարվել է համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձին, որի եւ այդ հողամասի ընդհանուր շուկայական արժեքը տվյալ պահի դրությամբ 2017 թվականի հուլիսի 3-ի դրությամբ կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, սակայն նրա այդ փոխկապակցված անձը այդ աճուրդին չի մասնակցել, սակայն ձեռք է բերել Քանաքեռավան համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամաս, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Քանաքեռավան համայնքի օրինական շահերին։ Նախաքննության ընթացքում 26 հեկտար մակերեսով հողամասերը վերադարձվել են պետությանը։ Վարույթով քրեական հետապնդումներ են հարուցվել Քանաքեռավան համայնքի նախկին ղեկավարի, Աբովյան համայնքի ղեկավարի նախկին օգնականի, նրա հետ փոխկապակցված անձի, ինչպես նաև Քանաքեռավանի համայնքապետարանի աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։ Քրիստինե Թորոսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։